Իմ անձնական զգացողությունները կարող եմ ասել, որ քարոզարշավը ընդհանուր առմամբ մենք անցկացրել ենք լավ տրամադրությամբ։ Իհարկե մեր տրամադրությունը մթագնվեց որոշակիորեն սահմանից տագնապալի լուրեր ստանալով եւ զոհ ունեցանք մենք, ինչի կապակցությամբ իհարկե ցավում ենք եւ թույլ տվեք նաեւ ցավակցություններս փոխանցեմ զոհված զինվորի ընտանիքին, հարազատներին, ընկերներին։ Եթե ներհայաստանյան տրամաբանությամբ նայենք, մեր քարոզարշավը անցել է, այսպես ասած, բարձր նոտայով, լավ տրամադրությամբ եւ այդ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ մեր ունեցած շփումը թույլ է տալիս ասել, որ երկդաշինքի շուրջ ձևավորվել է շատ դրական մթնոլորտ քաղաքացիների շրջանում եւ ելի ասում եմ, որ եթե քաղաքացիները, ովքեր մեզ հետ անձնական շփումների ընթացքում հավաստիացրել են, որ իրենք քվեարկելու են մեր օգտին, եթե նրանք իսկապես գնան եւ քվեարկեն մեր օգտին, մենք ընտրություններում կհաղթենք։ Եթե պարոն Տեր-Պետրոսյանը մեր ասածը մեկնաբանում է այդպես, որ մեր ասածը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվելու, իր ասածն էլ նշանակում է հետեւյալը, որ Ղարաբաղը երբեք ինքնորոշված չի լինելու, այսինքն Ղարաբաղը պետք է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը երբեք չի ճանաչվելու, այսինքն ինքն էլ ասում է, որ Ղարաբաղի հարցը երբեք չի ստանալու այնպիսի լուծում, որը մեզ համար ընդունելի կլինի։ Պարոն Տեր-Պետրոսյանը իր համախոհները խոսում են ինչ-որ լուծման տարբերակի մասին, այդ ո՞րն է այդ տարբերակը։ Մադրիդյան սկզբունքների հիմքում դրված է 3 բան, առաջինը ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չգործադրում, երկրորդը ազգերի ինքնորոշման իրավունք եւ երրորդը տարածքային ամբողջականության պահպանում։ Հիմա այսինքն որևէ կարգավորում պետք է հիմնված լինի այս 3 սկզբունքների վրա։ Հիմա Ադրբեջանը 3 սկզբունքներից 2-ը խախտում է, ոչ թե խախտում է, այլ ակնհայտ արհամարում է։ Այսինքն անընդհատ գործում է ուժի կիրառում եւ ուժի կիրառման սպառնալիք, երկրորդը հստակ ասում է, որ իրենք երբեք չեն ճանաչելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հետևաբար այս պայմաններում մենք ասում ենք, որ խոսել փոխզիջման մասին, փոխզիջում նշանակում է փոխզիջում, իսկ իրենք ինչ են զիջում։ Հիմա ցավոք սրտի, այդ թվում պարոն Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում, այդ թվում իշխանությունների գործունեության արդյունքում զիջում բառը փոխակերպվել է փոխզիջման, այսինքն այն ինչ որ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում։ Այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին։